Ովքեր են գնում իրենց կանանց բոլոր բարեկամների առիթին։ Մի հատ կարելի է իմանալ։ Հա։ Ձեր կյանքին էլ մեռնեմ, բայց մի հատ հարց կարելի է։ Դրա կայֆը ո՞րն է։ Չէ, իհարկե ես դեմ չեմ, մոտ բարեկամներին պետք է հարգել, սիրել, բոլոր առիթներին ներկա լինել, պարտադիր է նույնիսկ, կամ շատ ցանկալի, բայց այն սաղ պապու, եզան, գեղի, են, ախոր, գրոր, տալի, բաջանավի, ես դեմ չէ կա, ախպեր, վաղը գնում ենք, անենց ուրախ է ասում, ես սա ինչ-որ պաշտոն է ստացել այդ են, վաղը գնում ենք կնգաս, տվարնի հորողպոր, 68-ամյակին, անչես դեց ուրախ արա, դեպիլ է, գոնե 70 լեր, ինչ-որ ձև տեղավորվեինք ուրախությանդ մեջ, կալորամյակա, հա, բոլորը, ես գիտեք ինչ, ես եղել եմ իհարկե այդ կարգավիճակում, ամուսնացած, եղել եմ տարբեր բարեկամների առիթների ու հասկացել եմ, որ մի քիչ ձանձրալի է անցնում, չէ՞, տենց հիմնականում տես մարդ չկա, որ լեզու գտնես հետները ինչ-որ բանից խոսած կամ շատ քիչ են, ասենք մի հատ դվայորոդնի հորողպոր տղա ունի, որ նենց քիչ թե շատ խոսալու թեմա է ելնում, են էլ հիմնականում չի գալի ինքը այդ առիթները։ Դե բարեկամների առիթն է իրակ, ուզի կգա, ուզի չի գա, կնգա բարեկամների առիթը չէ, որ ուզի չուզի պետք է գա։ Շատ դժվար է լինում ու կինդ նկատել եմ, շատ փոխվում է այդտեղ, երբ որ իրա բարեկամների առիթին ես գնում ինչ-որ կյոնքս, էլի հասկացանք, որ կյոնքս, ինչի չես ուտում, անհանգիստ եմ, կերելի բան, չես կարող ասես, ախորժակս փակվում է, քերուտ անկապ կենասներից։ Ես բաները ասում ուտելդ փախնում է որ, ախպեր լսիլ է, ես ու քո աները խալանկոտ վախտերից։ Իրար էդ խաչ ու պաչ ախպեր ջան, հաց ենք ուտում արա։ Հաց ենք ուտում, հոպլո։ Կինդ էլ թե բա ինչի է ախորժակ չունես, չես լսում ինչ է խոսում է։ Բայց կապ չունի, ինքը դնում է մեկը, դնում, շատ ուշադիր է, դնում, բուրգ է սարքում ափսեիդ մեջ, արդեն թափվում է, հետո ինչ-որ ձեռքը տա բռնում, սիրում է բան, գլուխ դնում է ուսի, դար ասում ես ես ինչ եղավ սրա։ Տանը սենց չէր։ Հետո ես հասկանում, որ թադրոն է էդի, բեմադրություն, որ մարդիկ տեսնեն, ասեն, ես ինչ սիրող զույքեր են, բացի հետել են մորքուրի բաժանված աղջիկը տենա ծխկվի, այդ է։ Հենց էակներ են, մեր շատ սիրելի կանայք, չէ, աղջիկները։ Հետո անցնում է մի քանի շաբաթ կամ մի ամիս, ենթադրենք, պայմանական եմ ասում, քո առիթներից մեկն է գա, ասենք, քերուտ աղջիկա ծնունդն է, ասում ես կյանքս կիրակի բան չպլանավորես, քերուս աղջիկա ծնունդն է, դե մտածում ես, ասելու հա իհարկե կյանք, բավոնց բան, դու իմ բոլոր առիթներին գալիս ես, բայց դա այն է, ինչ մենք ուզում ենք լսել։ Իրականում ինչ է տեղի ունենում, ասում է քերուտ աղջկա։ Ասում ես հա, ասում է որ մեկի անուշիկի թե չաղի։ Մեել քերուտ օջախ մտավ, նայեն, ասում եմ չէ, երբ ոնց հարմար է։ Դու հասկանում ես այդ կոմբինացիան ինչի համար է ձեռնարկվում, ինքը ասում է տենց, որ դու ասես ինչ չաղ չես ամաչում, հանկարծ ասես չաղը դու ես Ես եմ ճաղ եղավ, ես կտես ես կուրական ազի կտել կգերաս մերակ, չեմ գալով, դες ես պատմություն սարքի չգա, գիտես դրա համար արվում, չես ուզում այդ ամեն ինչը լինի, ասում ես չէ, կյանքս անուշիկինն է, չաղինը ամառն է, որովհետև եթե առանց կնոջդ գնաս, գիտես, որ ընդել է չաղն է դայաղլնելու, մի կին էլ նայա, գալու է այդ կնիկդ ինչի չեկավ, լայաղ չարեց, գանուշիկի ծննդյան, ես ավելի լավ կնոջս նազերը տանեմ, բայց կինն էլ ինչ էակա, գիտենք, հենց հասկանում է, որ սկսեցիր նազերը տանել արդեն իրա սրտով ես գնում, պտի գա ծնունդի գնաս, բա շորիկ չունեմ, բա կոշիկ չունեմ, բա սումը չկա, բա մեյքափը, բա մանիկյուր, բա պիդզիկյուր, խոսքով ենքան փող եք ծախսում, անուշիկի ծնունդին դադարք ձերով եք գնում վերջ, նվերի փող չի մնում, ու ճանապարհին էլ մի ֆշշոցնում, մի թշշոցնում, ցուցադալի ադալժենյան, որ գալիս է անուշիկի ծնունդին, ֆսսո, փշշշշու, արասում ես վայորս արև, ես հասնելու ենք տեղ խայտարակը անելու, ինձ հասնում ենք տեղ, ով զարմանք, 360 աստիճան փոփոխություն, հենց դուրը բացում է, բորիպցի,
Կիզնակով, ձեզ։ Ալվարդյուցավոցի կարոտիվցիս, մաղչավը տանիմ, ալպիվցետո բարիվցիս, երեխեքով, թորներով, անուշիկով, չաղով, սաղին արա, չապ, չլըպ։ Ոստվոց ճան, ասում ես ինքն արա գնում, նայում ես մի հատ կասկած անգնում սիրտը։ Ես կարողա փոխվեց տուն մտնելուց, ինչ-որ ֆոկուս տեղի ունեցավ։ Իջանչիկ ուրախ զվարդ, ասում ես արա ինչ լավ աբան։ Ծնունդը վերջանում է, 12-ը խփում, արդեն ծվրվում եք, արա դու սագալին արեց։ Ինչ-որ հեքիաթ է, հանելու կա, կինոյա, մուլտիկա, 12-ը խփում է, դդում է դառնում էլի դեմքով։ Ու ամբողջ ճանապարհին հետ գնալու ինչ անում, սկսում է քննարկել այդ ծնունդը։ Նորից, որ բերի են կռվի աուրային, չէ՞, տենց է։ Ալսի ինչ անճաշակ երաժշտություններ սիրտս խառնեց, յախ, բա այդ ինչ ռաբիս ձևավորում էր, բանտան, տենում ա դες պատպիսատ չես լնում այդ կռվին, հա, կոպիտ ասած։ Ասում ա դու այդ խորովածից կերար։ Ձեն չես հանում։ Քշում ես դու ձեն չես հանում։ Դե խելացի ես, դու պետք է ձեն չհանես։ Որովհետև ինքը բառ չի ուզում, է տառ է ուզում։ Տառ, մի հատ ասես օրինակ ձ։ Ձ ու հագցնի ձեի թեմայով։ Ձյով մինչև մյուս ձմեր քթից դու ձեն չես հան։ Ձեն չհանել։ Ձ մեծատառ, ձ փոքրատառ։ Ձայն չհանել։ Գնում ես, ասում այդ խորովածից կերար, ձայն չես հանում։ Ասում ես մի հատ կծեցի, թքեցի։ Ոնց որ սատկած շան միսլներ։ Մեղվա, արա։ Սատկած շան մսի համը դու որտեղից գիտես։ Սիրելի հանդիսատես, մեծ պրեմիերա Երևանում։ Իմպրովիզ, ստենդափ մեր հարկի տակ։ Նոր ձևաչափ, նոր հասցե, նոր ասելիք և 90 րոպե անդադար ծիծաղ։ Ապրիլի 10-ին, 11-ին և 12-ին երեկոյան ժամը 8-ին սիրով կսպասենք ձեզ HD Արենայում։ Շտապեք ձեռք բերել ձեր տոմսերը, բաց մի թողեք հնարավորությունը լինելու մեր առաջին հանդիսատեսը։